Հաղորդման հովանավորն է «Տուն դեպո կահույքի խանութ սրահը»։ Հաղորդման հովանավորն է Dream Park հյուրանոցառեստորանային համալիրը։ Հաղորդման հովանավորն է Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Բարև երկիր, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, գեղեցիկ մայիսը եկավ, արևը վերջապես վայելում ենք, կարծում եմ մեր ժպիտներից արդեն երևում է, որ տաքացել ենք վերջապես եւ ավելի ջերմությամբ ենք ձեզ բարի առավոտ մաղթում։ Այո, բարի լույս, կարծես թե արևը էլ չի լքելու մեզ, չնայած անձրևներ ձեր կլինեն, եւ եթե այսօր ձեզ համար աշխատանքային օր է, ապա թող անցնի շատ թեթև, հարթ, իսկ եթե աշխատանքային օր չէ, ապա ուրախ ենք, որ ձեր օրը սկսել եք մեզ հետ, որովհետեւ ինչպես միշտ այսօր եւս խոստանում ենք հետաքրքիր եթեր։ Եվ եթե ինձ նման վատառող չեք, իդեպ այս վերջին շրջանում վարակներ են պտտվում, զգույշ եղեք սիրելի հեռուստադիտողներ։ Թողնում ենք այս բոլոր վատ, նեգատիվ մտքերը մի կողմ եւ սկսում ենք մեր շաբաթ առավոտը մայիսի 2-ն է, հիշում ենք մեր գործընկերներին, նրանք են Տուն դեպո խանութ սրահը, Dream Park հանգստյան գոտին եւ Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Այո, հատկապես խոսեցիր առողջությունից, բոլոր նրանք, ովքեր հիմա ունեն որևէ առողջական խնդիրներ, ապա շատ շտապ հարկավոր է գնալ Աջափնյակ բժշկական կենտրոն, որտեղ ձեզ յուրահատուկ մոտեցում կցուցաբերեն։ Այո, իսկ Dream Park էլ պետք է գնալ, որովհետև կարծում եմ այնտեղ բնությունն արդեն հրաշալի է, վերևում դեղին շողացող արևը, ներքևում թավշյա կանաչը, այո, իսկ համեղագույն ուտեստները այնտեղի խոհարարների կողմից պատրաստվող, կարծում եմ պետք է համտեսել, բառերով նկարագրելու չէ։ Շարժվենք առաջ, հիշեցնեմ նաև այն հասցեները, որտեղով կարող եք եւ պետք է հետևեք մեր թողարկումներին, դրանք են Երկիր մեդիայի յութուբյան եւ տելեգրամյան ալիքները, ինչպես նաև Երկիր մեդիայի ու Բարև Երկրի ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերը։ Այո, շարժվենք առաջ եւ սկսենք արդեն նրանից, ինչ առանձնացրել ենք ձեզ համար։ 3 մայիսի 1-ին աշխարհի ավելի քան 142 պետությունում նշվեց աշխատավորների համերաշխության միջազգային օրը։ Այո, շնորհավոր։ Մեզ էլ։ Այո։ Առաջին անգամ տոնը նշվել է 1890-ականներին Ավստրո-Հունգարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայում, Նորվեգիայում, ինչպես նաև մի շարք այլ երկրներում։ Իսկ պատմության մեջ մայիսի 1-ը որպես տոն հեշտությամբ չի ներմուծվել։ Ամեն ինչ սկսվեց 1884 թվականին, երբ ԱՄՆ-ում եւ Կանադայում կազմակերպվեցին ցույցեր՝ ի պաշտպանություն 8-ժամյա աշխատանքային օրվա։ Բանվորական ցույցեր տեղի ունեցան նաև 86 թվականի մայիսի 1-ին խոշոր արդյունաբերական քաղաք համարվող Չիկագոյում։ Եղան բախումներ ոստիկանության հետ, ձերբակալվեցին ակցիայի մասնակիցներ, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան։ Ավելի ուշ 1889 թվականին երկրորդ ինտերնացիոնալի Փարիզի կոնգրեսը որոշեց ամեն տարի մայիսի 1-ին երթեր եւ հանրահավաքներ անցկացնել, որոնց ընթացքում աշխարհի բոլոր երկրներում բանվոր դասակարգը հնարավորություն կունենար իշխանություններին ներկայացնել իր պահանջները, պայքարել իր իրավունքների, հատկապես, ինչպես նշվեց, 8-ժամյա աշխատանքային օրվա համար։ Այո, շատ կարևոր պայքար է եղել, բայց ի հակադրություն երեկվա, այսօր ավելի կարևոր տոն է ինձ համար, ես սիրում եմ այդ տոնը, չնայած բախտ չեմ ունենում օգտվել։ Այսօր մայիսի 2-ին ոչինչ չանելու օր է, եթե կարող ենք մեզ այդպիսի ճոխություն իհարկե թույլ տալ։ Թեպետ հայտնի չէ, թե ովքեր են օրվա հեղինակները, սակայն հոգեբաններն ու սոցիոլոգները կարծում են, որ սա շատ կարևոր եւ անհրաժեշտ օր է եւ բացատրում են այսպես. եթե մարդն անդադար եւ առանց հանգստի աշխատում է, ապա վաղ թե ուշ սպառվում է իր արած գործներ, այլևս արդյունավետ ու օգտակար չի լինում։ Հանգստյան օրերը նրանց կարծիքով բավարար չեն, քանի որ այդ օրերին որպես կանոն մարդիկ ոչ թե հանգստանում եւ ժամանակ են տրամադրում իրենց, այլ հիմնականում զբաղվում են կենցաղային գործերով, այսինքն կրկին գործ, հիմնականում հենց այդպես է կարծում եմ Ձիաննա։ Մենք էլ ենք այդպես անում եւ կան մարդիկ մի քանի տեղ են աշխատում եւ որպես կանոն ազատ լինելու, ոչինչ չանելու իրավունքից եւ տոնից շատ քչերն են օգտվում։ Դե ես գնացի, շնորհակալություն ստեսին։ Գալիս ես։ Հա, իհարկե գալիս եմ։ Սա իհարկե կատակ սիրելի հեռուստադիտողներ, այո, դա մայիսի 2-ին կլինի, չգիտեմ, հունիսի 10-ին կլինի, էական չէ, բայց իսկապես անկախ այն հանգստյան օրերից, որոնք ձեզ օրինական տրված են, պետք է մեկ օր վերցնել եւ պարզապես ոչինչ չանել։ Այդ ոչինչ չանելը կարող է լինել բազմոցը պարկելը, գիրք կարդալ, օրինակ քեզ համար ոչինչ չանելը
Ինչ է նշանակում։ Ինձ համար ոչինչ չանելը ինչ որ մտքերով տարված եւ խնդիրներ լուծել մտքերով, այսինքն մտքերս ազատ լինելն է, եթե անկեղծ, ոչ թե ֆիզիկապես։ Հնարավոր է անջատել։ Երբեմն հա, երբ ինչպես անգլերեն ասում են to do list-երը քիչ են լինում, սա անել, սա հիշել, այսինքն մտքերդ ազատ են, չգիտեմ կհամաձայնես թե չէ, ֆիզիկական գործը այդքան ծանոթ չի։ Այո, ես էլ եմ կարծում, որ սա ֆիզիկական գործի մասին չէ։ Շարժվենք առաջ։ Այսօր աշխարհի տարբեր անկյուններում նշվում է մի հետաքրքիր օր, Լաբիրինթոսի օրը, սա նշվում է մայիսի առաջին շաբաթ օրը սովորաբար, մարդիկ հավաքվում են Լաբիրինթոս այգիներում եւ ի նշան խաղաղության ու համերաշխության լուր քայլում են Լաբիրինթոսի ոլորապտույց ճանապարհներով։ Նկատենք, որ Լաբիրինթոսի գաղափարը որպես փրկության փորձություններ հաղթահարելով ինքնամաքրման եւ հոգու վերագտման ուղի հազարամյակների պատմություն ունի։ Այո։ Հիշենք հունական դիցաբանության մեջ Մինոտավրոսի հայտնի լեգենդը, որը պատմում է ցլի գլխով եւ մարդու մարմնով հսկայի մասին։ Մինոս թագավորի կողմից ուղարկված ահասարսուր Մինոտավրոսն ապրում էր Կրետե կղզում, խճճված սենյակներով մի աժդահատ դղյակ լաբիրինթոսում, որտեղ մուտք գործած յուրաքանչյուր մարդ դատապարտված էր մահվան։ Այո։ Եվ միայն հերոս Թեսևսն է կղզու թագավորի աղջկա Արիադնեից նվեր ստացած թելի կծիկի շնորհիվ կարողանում մտնել լաբիրինթոս ու սպանել Մինոտավրոսին։ Իդեպ այդ Լաբիրինթոսի հեղինակը աթենացի ճարտարապետ Դեդալոսն էր, որն էլ համարվում է հենց լաբիրինթոսների նախահայրը։ Պատմիչ Հերոդոտոսի վկայություններով հսկայածավալ լաբիրինթոսներ են կառուցել նաև հին եգիպտացիները։ Այսօր աշխարհում հազարավոր լաբիրինթոսներ կան, որոնցից մեկն էլ Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքում գտնվող հայկական ժառանգության զբոսայգուն հարող լաբիրինթոսն է, որի ճարտարապետը Դոնալդ Թելալյանն է։ Զբոսայգու կենտրոնում վեր է խոյանում աբստրակտ ոճի մի հուշարձան, որի շուրջը կյանքի բարդ ընթացքը խորհրդանշող լաբիրինթոսն է, իսկ ոլորապտույտ արահետների մեջտեղում կառուցված ջրավազանը հույսի ու վերածննդի խորհրդանիշը։ Երբևէ մտածել ես, երբ հայտնվես լաբիրինթոսում ինչ կանես օրինակ։ Կլացեմ։ Ինչու՞։ Չես փնտրի ելքերը։ Հետո կսկսեմ։ Հետո կստացես եւ Բայց սկսես իրականում մարդկանց պետք են հետաքրքիր տոներ, անցնելով առաջ ասենք, որ կան օրեր եւ տոներ, որոնք թեև տարօրինակ ու տրամաբանությունից զուրկ են թվում, բայց շատ երկրներում իրենց շուրջն են համախմբում հազարավոր մարդկանց եւ զվարճանալու առիթ դառնում։ Դրանցից մեկը մայիսի առաջին շաբաթ օրը նշվող Մերկ Այգեպանի օրն է, որը սկիզբ է առել 2005 թվականին անհայտ մարդու մտահղացմամբ։ Այս օրը այգեգործներն աշխատանքի են գնում առանց հագուստի, մի փոքր չեմ հավատում, բայց այդ կերպ ցույց տալով բնության հետ միաձուլումը եւ դրա մի մասնիկը լինելը։ Գիտես, եթե նուզիստները անեն, այո, բայց ամբողջ աշխարհում կամ տարբեր երկրներում Բացատրում են նրանով, որ պետք է բնության այդ օրը մոտ լինեն, իսկ հեղինակ անհայտ է, կարծում եմ, որովհետեւ հեղինակը հենց որոշել Մերկ գնալ եւ նրան վերացրեցին պարզապես։ Շարժվենք առաջ Ֆրանսիայի Վերին Գարոն նահանգում էլ այսօր թութակների փառատոնն է անցկացվում։ Հատուկ հանդերձանքով նետադվիկները հազարավոր հանդիսատեսի ուղեկցությամբ ազգային երկու պարով մեծ տոնախմբությամբ հավաքվում են, որպեսզի նետահարեն 45 մետրանոց կայմի գագաթին կանգնեցրած 7 կիլոգրամանոց թութակի խրտվիլակին, ում հաջողվում է ցած գցել թռչունը, նա էլ դառնում է տոնի արքան։ Որ ինչ։ անիմաստ տոն, բայց դե եթե մարդիկ զվարճանում են, ուրախանում են, համախմբվում բրական էներգիա է Այո, ասա թե որքան գեղեցիկ անցավ բարի օրը։ Բարի օրը Երևանում ընդհանրապես շատ, նաև հրապարակում, հենց հանրապետության հրապարակում շատ էին երեխաների քանակը եւ շատ գեղեցիկ էր եւ իդեպ ասեմ, ես նմանեցրեցի մատների հետքի, հա, կարծես երեխաների միջոցով հրապարակում մեր մշակույթի մատնահետքը թողեցինք, ես այդպիսի համեմատություն հետո արեցի, շատ գեղեցիկ էր, այո։ Շարունակելով, ասենք, այսօր նաև Հարի Փոթերի միջազգային օրն է, սիրում ես դու այդ ֆիլմը կամ գիրքը։ Շատ մեծ երկրպագու չեմ։ Հա, շատ լավ, ես էլ նույնպես։ 28 տարի առաջ մայիսի 2-ին է տեղի ունեցել Հոգվարցի ճակատամարտը, որտեղ Հարի Փոթերը հաղթել է Սև Լորդին, Վոլան-դե-Մորտին։ Իդեպ Հարի Փոթերի օրը նշվում է նաև հուլիսի 31-ին, հերոսի ծննդյան օրը, որը փոթերասերների ամենասիրված տոնն է։ Հուլիսի 31-ին ծնվել է հենց Հարի Փոթերը, ինչպես նաև գրքերի հեղինակ Ջոան Ռոուլինգը։ Ահա այսքանն էինք առանձնացրել թողարկման այս հատվածի համար, սիրելի հեռուստադիտողներ, հիմա ժամանակն է մեր հաղորդումը համեմել ավանդաբար երաժշտությամբ, որից հետո արդեն կսպասենք մեր հյուրերին։
ստխրում եմ կարոտից քո խելագարվում եմ մի սիրտ ենք և ես և դու Քո սիրուն աչքերի փայլանի հիշտ կպահեմ ոնց երեկ ոնց հիմա ու հետո Իմ սիրո սիրելիս քեզ երկինքը հանեմ որ տանեմ մեր աշխարհ քեզ հետո ու հիմա Սիրտս քո սիրով ապրում է 7-րդ երկնքում եմ քեզ գժի պես սիրում եմ էլ մի գնա դու հեռու Եվ դու չկաս տխրում եմ կարոտից քո խելագարվում եմ մի սիրտ ենք և ես և դու Սիրտս քո սիրով ապրում է 7-րդ երկնքում է Քեզ գժի պես սիրում եմ Էլ մի գնա դու հեռու Եվ դու չկաս տխրում եմ Կարոտից քո խելագարվում եմ Մի սիրտ ենք և ես և դու Բարի լույս, մեր եթերը շարունակվում է սիրելի հեռուստադիտող, լավ երաժշտություն լսելուց հետո ժամանակն է տեղափոխվելու արվեստի աշխարհ, ինչու, որովհետև Փյունիկ զարգացման կենտրոնում մայիսի 1-ից 10-ը կգործի գեղանկարիչ Դիանա Եղիկյանի դիտորդ անհատական ցուցահանդես վաճառքը։ Ներկայացված են բնանկարներ, ինչպես նաև մանրակրկիտ, սև ու սպիտակ պատկերազարդումներ եւ այս առիթով մեր հյուրերն են գեղանկարիչ Դիանա Եղիկյանը եւ համադրող Արփի Չոբանյանը, բարի լույս։ Բարի լույս, բարի գալուստ մեր տաղավար, շողում եք, շատ գեղեցիկ եք, երեք բացումը եղավ, կարելի է ենթադրել, որ ամեն ինչ հարթ եւ սպասվածից լավ է անցել։ Այո, շատ դրական անցավ։ Կասեք, ինչ որքան ժամանակ եք պատրաստվել եւ որպես համադրություն ինչպիսի գործելավոճ եք ընտրել Արփի ջան եւ ինչպիսի նկարներ են ընտրվել ձեր կողմից ներկայացման համար։ Իրականում բավականին տարբեր ոճային նկարներ են ներկայացվելու, հիմնական նկարները լինելու են գեղանկարներ ակրիլով արված ու մայրամուտներ եմ շատ նկարել։ Սև ու սպիտակով, թե սա առանձին շարք է, շատ հետաքրքրեց այս սև ու սպիտակը մանրակրկիտ։ Այո, մանրակրկիտ նկարները իրականում մեծ ֆորմատի մեջ են, օրինակ կան A3 չափի, A1 չափի նկարներ, որոնք որ լավ մանր գրիչով սև արված են հիմնական պատմություն է պատմած այդ նկարների մեջ։ Առաջին հայացքից որ նայում եք, ինքս բավականին խառն է, բայց երբ որ ֆանում եք, իր մեջ շատ երկար պատմություն կա պատմած։ Իսկ մայրամուտների թեման ինչով է առանձնանում ձեր համար, նշեցիք որ ավելի շատ մայրամուտներ եք սիրում նկարել։ Ես միշտ նկատում եմ մայրամուտները, գետե ամեն օր շատ հետաքրքիր ատմոսֆերա է ստեղծում։ Ինձ ընդհանուր այդ էմոցիոնալ փոխանցումն է շատ հետաքրքիր մայրամուտի, որովհետև միստիկա կա իր մեջ։ Դիանա իսկ կրում է դիտորդ խորագիրը, հետաքրքիր է դիտորդը դուք եք, թե մենք որ պիտի գանք եւ դիտենք։ Ես երբ նկարում էի, տարբեր մարդիկ օրինակ որ գալիս էին իմ տուն, տեսնում էին նկարները, միշտ բոլորը շատ տարբեր կարծիք էին արտահայտում նկարի մասին։ Օրինակ, եթե նկարը կարող լիներ շատ վառ, ինչ մեկ կարող ասել շատ հետաքրքիր ուրախ էմոցիա է, մյուս մարդը նույն վառ նկարը տեսնելով կարող ասել չտխուր է ու վատ ոչ թե վատ, այլ շատ տխուրության մասին խոսեր։ Ու ես այդ բանը հասկացա, որ նկարը վերջացել է իմ մասին, այն պահին, երբ ես իրեն նկարել ու վերջացրել եմ,
ու նկարը կոպիտ ասած վերածնվում է ամեն դիտորդի հետ, քանի որ մարդիկ տեսնում են այն ինչ որ իրանց մեջ է, ու երբ որ մարդ ինչ որ կարծիք ասում է նկարի մասին, ակամանում ասում է այն ինչ որ իր մասին է Յուրաքանչյուրի աչքում վիրովն է։ Այո։ Դրա համար Ալփի հետ ընդհանուր երբ որ խոսեցին գաղափարի մասին, մտածեցինք, որ հենց դա էլ կլինի կոնցեպտը ու անկեղծ շատ հետաքրքիր է մարդկանց կարծիքը եւ իրան գան տեսնեն նկարներ, որ գալիս են տեսնում են նկարները, ինչ են զգում, ինչ են մտածում։ Ես երեք նկատեցի, որ հատկապես սև ու սպիտակ այդ նկարները եւ գունավորները շատ հետաքրքիր համադրված է, ինչը հենց համադրողի գործն է Ալփի։ Կասես, ինչպես ես առաջնորդվել եւ քանի ընդհանուր նկար կա։ Ընդհանուր ունենք 30 գործ, առաջնորդվել ենք ի սկզբանե հիմնվելով նրա վրա, որ սա Դիանայի որպես գեղանկարիչ առաջին ցուցահանդեսն է եւ առաջին անգամ է ինքը ներկայանում հայկական հանրությանը, ինչու եմ նշում հայկական, որովհետև նախկինում եղել է նաև ցուցահանդես Գերմանիայում, որ եղել է ցուցահանդես մրցույթ եւ այնտեղ ինքը առաջին տեղն է գրավել, այսինքն եվրոպական շուկայի համար ինքը սիրելի նկարիչ է արդեն ինչ որ չափով։ Հայաստանում իրան ներկայացնելու ժամանակ հիմնային հարցը այն էր, որ մենք փորձենք իրան ներկայացնել մի քանի շերտանի, մի քանի կողմից գեղանկարիչ, այն ամենը ինչ որ ինքը ստեղծում է։ Եվ այդ պատճառով ընտրեցինք եւ գեղանկարներ, եւ գծանկարներ։ Գծանկարների մեջ ոչ միայն այդ սև ու սպիտակ գործերն են, այլ նաև կարող եք տեսնել մի քանի գունավոր գծանկարների աշխատանք եւ ինչն եմ գնահատում Դիանայի արվեստի մեջ, որ շատ դու կարող ես տեսնել իր մանրակրկիտությունը ու խորացված մոտեցումը եւ իրանք իրականում գեղանկարները ավելի շատ փոխանցած է հենց էմոցիան եւ շատ sense գունավոր եւ պարզ աշխատանքներ են նուրբ ավելի շատ հիմնված հենց գույների վրա եւ գույնով արտահայտելու վրա այդ էմոցիաները իսկ գծանկարները մանրակրկիտ մեծ պատմություն են իրանց մեջ կրում եւ այդ սինթեզն ենք փորձել ստեղծել նշեմ նաեւ որ ունենք մի քանի գործեր ներկայացված իր digital արվեստից եւ մեկ գործ որը բոլորիս համար շատ հայտնի է եւ սիրով կսպասեմ որ գաք տեսնեք թե ինչ է դա Դիանայի ես ասում եմ իր այցեքարտն է դարձել արդեն այդ գործը սիրով կսպասենք եւ ինչ վերաբերում է դիտորդ հենց խորագրին, մենք այնտեղ կունենանք նաեւ մեկնաբանությունների գրքույկ, որը շատ կարեւորում ենք, որ ամեն այցելու դիտելով այդ ցուցահանդեսը թեկուզ 1-2 խոսքով ներկայացնի իր մտածմունքները եւ մենք հասկանանք, որ դրանով արդեն ամրապնդենք այն գաղափարը, որ հաջողել է մեր անվանումը ցուցահանդեսի։ Ինձ հետաքրքիր է արդեն կան մարդիկ, ովքեր կարծիքներ են արտահայտել, օրինակ ինձ համար գծանկարները, որ շատ հագեցած էին, առաջին հայացքից, եթե անկեղծ, մի փոքր վախացնող ինչ-որ էֆեկտ թողեց, երբ որ ես տեսա։ Հետո որ արդեն մոտիկացրի, որ հասկացա մարդկային պատկերներ կան, բնության պատկերներ կան, ուղղակի առաջին հայացքն է բանանում։ Ձեր կարծիքով մարդիկ այդ ամբողջ պատմությունները, որոնք դուք պատմում եք, հենց հայացքով կարող են ընկալել, թե նկարագիր պետք է լինի, պետք է ասվի այդ մասին։ Մենք փորձում ենք մատուցել լիարժեք նկարները մարդկանց, որովհետև արվեստը ի սկզբանե ստեղծում է նրա համար, որ ամեն մեկս մեր գաղափարը ստեղծենք այդ գործի հետ։ Չենք շեշտադրել են, որ ամեն նկարը իր կոնցեպտ ունենա, ունի ընդհանուր խորագրի կոնցեպտ ներկայացված ցուցասրահում, բայց մեկնաբանությունները թողնում ենք արդեն մարդկանց։ Ինչ վերաբերում է ցուցահանդեսի բացմանը, ցուցահանդեսի բացման ժամանակ, քանի որ ինքը ավելի դրական եւ շատ ակտիվ process է, հիմնականում մարդիկ անհատապես իրենց հարաբերությունը կարող եմ ասել չեն ունենում լիարժեք ամեն նկարի հետ, դրա համար շատ են ոգևորում մարդկանց եւս մեկ անգամ գալ ժամանակ գտնել եւ այս օրերի ընթացքում գալ եւ մեկ անգամ եւս ինքներն իրենց համար մենակով դիտել եւ վայելել ամեն գործը եւ
անկեղծ ասած ինձ թվում է այդ ժամանակ լիարժեք ուրիշ տեսակի մոտեցում եւ զգացողություն կլինի իրենց մոտ եւ երկխոսություն նկարների հետ։ Ձյաննա Արփին ասաց, որ Գերմանիայում արդեն ցուցադրվել եք, այնտեղ ձեզ ճանաչում եւ սիրում են, ուզում հարցնել, բա միջև հիմա ուր եք, ինչու եք մեզ ձեր արվեստից հեռու պահում։ Այնտեղ եք սովորել, ապրել, մի փոքր ձեր մասին պատմեք։ Այդ մրցույթին մասնակցեցի, երբ որ ավելի երիտասարդ էի, 19 տարեկան էի այդ ժամանակ, ասպասելի եղավ հաղթանակը, մորաքույրս էր այդ ժամանակ Բեռլինում, զանգեցին, ասացին, որ առաջին տեղն եմ գրավել, շատ ուրախացա, անգամ առաջարկեցին, որ անհատական ցուցահանդես անեմ Բեռլինում, բայց այդ ընթացքում շատ ուրիշ արդեն առաջարկներ սկսեցի ստանալ թվային աշխարհից ու որոշեցի շեշտադրումը դնեմ թվայինի մեջ, քանի որ ես հիմա անիմացիայում ու խաղերում եմ աշխատում։ Ու ահագի եկա ժամանակ չէի տրամադրում ժամանակ հենց գեղանկարչության ու ձեռքով նկարելուն ու աշխատում էի անիմացիայում։ Երևի բավականին քիչ ժամանակ է ինչ սկսել եմ նորից ձեռքով նկարել ու ցուցահանդեսի ժամանակ էլ ներկայացված են վերջին 2 տարվա ընթացքում արված նկարները, իհարկե մի քանի հատ հինել ավելի Ինչ ստիպեց կրկին նկարել, բայց դա ներքին պահանջ է, որևէ արտաքին ազդակների ներքո խառնված ներաշխարհի արդյունք է։ Փորձում եմ տրամաբանական պատասխան տամ այդ հարցին, բայց բավական էմոցիոնալ եմ պատասխանելու։ Ուղղակի մի նկար կա, որ հենց սկսվեց, ես նկարեցի ու զգացի, որ վերադարձավ այդ ամեն ինչը։ Դրա համար դրանից հետո բավական արագ process-ը սկսեց գրորվել, այսինքն կարող է 7 տարի շատ երկար չնկարելուց հետո լինում է, որ մեկ օրվա ընթացքում կարող է շատ արագ հենց մի օրում մի նկար լիներ, հետո ընթացքում։ Ինձ հետաքրքիր է կան նկարիչներ, որ ասում են հատուկ հոգեվիճակ, հատուկ արտաքին միջավայրը պետք նկարելու, ստեղծագործելու համար։ Արդյոք դուք այդ մարդկանցից եք, թե ձեզ համար կարևոր է այդ մղումն է ներքին, երբ գալիս է նկարում եք։ Կամ տառապանք։ Ես իստում կփորձեմ ոչ շատ շաբլոն պատասխան տալ այդ հարցին, շատ ժամանակ արվեստը շատ են ռոմանտիզացնում ու տենց կապում տառապանքի ու վատ էմոցիաների հետ, բայց իրականում այդքան էլ այդպես չի, երբ որ դու ուրախ ես, սիրով ես նկարում, սենց հավես է ուղղակի ապրել, այդ ժամանակ ամենալավ նկարներն են իրականում, դեռ կարող են իրենք լինեն տխուր գույներով մռայլ, բայց դու երբ որ սիրով ես նկարում, այդ ժամանակը արվեստը լավ լինում, ու ինձ համար իհարկե սուբյեկտիվ կարծիք եմ ասում, իսկ միջավայրի առումով երևի ոգեշնչման դեպի հարցը գնում, որտեղից է գալիս, երևի կասեմ մարդկանցից, հարաբերություններից, բնությունից ու գույներից հենց ինքնին, որտեղ գույները իմ համար շատ կարևոր են ու իմ նկարներից էլ է երևում, բավականին վառ եմ միշտ նկարում ու միշտ այդ ֆիդբեքը ստանում եմ։ Ու մեկ-մեկ անգամ խնդիր է լինում իմ համար, քանի որ պրոյեկտները մեկ-մեկ լինում են ավելի ռեալիստիկին մոտ են պետք է նկարել։ Ու ես տենց շատ գունավոր եմ այդ ամեն ինչը անում, չէ՞ բարբերաբար պետք է ինձ կանգնացնեմ, ասեմ Ձյաննա, պետք է ավելի քիչ վառ նկարել մեկ այս պրոյեկտի համար, որտեղ պետք է վաճառքի լինի։ Դուք լավատես եք։ Ռեալիստ։ Ամեն ինչի մեջ տեսնում եք գույներ, բառ։ Հետաքրքիր է, բայց նաև այդ 30 նկարից, նաև այն նկարից, որ այս ցեկարտները, որը կարող են գալ եւ տեսնել, որ նկարի մասին է խոսքը, որ նկարն է առանձնանում երկուսի համարել, որ ինչ որ մի բանով յուրահատուկ է այն։ Ես իմ համար սիրելին ունեմ գծանկարների շարքից, իսկ Ձյաննան չգիտեմ։ Ես այդ ցեկարտը ինձ թվում է մենք պոստերի մասին էինք, չէ՞, խոսում։ Այդ ցեկարտը իրական թվային պրինտ արված նկար է, որը պրոյեկտը, որը ես արել եմ Disney Pixar-ի հետ համատեղ, Elemental մուլտֆիլմի համար, իլյուստրացիա եմ արել։ Դա որպես թվային պոստեր, որպես թվային իլյուստրացիա շատ կարևոր աշխատանք է իմ համար, բայց որպես ամենասիրելի դժվարանում եմ ասեմ։ Ինչպես ասում են երեխաները չեն տալու, ամեն գործը զարն է ուզում վրեի։
Իսկ այդ գծանկարը, որ առանձնանում է, ինչով է առանձնանում արդյոք։ Հոգեվիճակ ունի հատուկ, ոնց ասում ենք ամեն դիտորդ իրան է զգում, այդ նկարով ես ցենց ուրիշ տեսակի զգացմունքներ ունեմ այդ գործի հետ կապված։ Իսկ ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որպես նաև ինքս նկարիչ, որ շատ բարդ է նկարչի համար առանձնացնել մեկ հատուկը, որովհետև ամեն քո գործը դու սիրով ես արել ու ինքը քո սիրելին է։ Ու շատ հաճախ լինում է, որ նկարիչները ունենում են խնդիր բաժանության իրենց նկարի հետ, երբ արդեն պահը գալիս է վաճառքի, շատ բարդ են իրանից բաժանվում, բայց սիրելով հանդերձ պետք է հասկանանք, որ ամեն գործը ստեղծված է նրա համար, որ նաև երջանկություն պարգևի ուրիշ մեկին։ Նշենք, ինչպես սկզբում ցուցահանդես վաճառք է եւ բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ-որ մի սիրելի հոգեվիճակ, հարազատ իրավիճակ կգտնեն, ապա կարող են գնել, դուք հեշտ եք բաժանվելու, ինչպես Արփին ասեց, բոլորը դժվար են բաժանում։ Ինձ թվում է, ես չեմ կարող տեսական հարցերի պատասխանել։ Հենց լինի վաճառ։ Իրավիճակը միջև չլինի չի առանձնանալ։ Այլ է կազմակերպել չէ։ Հասկանալ։ Այո։ Ի վերջո, այո, եթե ցուցահանդես վաճառք է, որքան էլ դժվար, բայց ցանկալի է, որպեսզի շատ նկարներ վաճառվեն։ Դες հաջողություն ենք մաղթում։ Ունեք ավելացնել ինչ-որ մի բան, եթե ունեք, հերոսարի տաղին ասելու, եթե չէ, ամփոփենք։ Իրականում ես կուզեմ նշել մի քանի խոսք այն հարթակի մասին, որտեղ որ ցուցադրվում ենք։ Մենք ցուցադրվում ենք Փյունիկ զարգացման կենտրոնում, ոնց որ նշվեց, եւ ես շատ ջատագովում եմ նմանատիպ հարթակները, ովքեր որ լիարժեք անվճար տրամադրում են նորաստեղծ գեղանկարիչներին հարթակ ներկայանալու եւ բավականին լավ վայրում։ Ես քանի որ ինքս էլ մեծացել եմ տենց կնոջ հետ, մայրիկս Արմինե Թումանյանը գալերիա ունի аэроպորտում, օդանավակայանում, որը 10 տարիներ շարունակ եւս ներկայացնում ամեն ամիս նոր նկարչի լիարժեք անվճար եւ իրեն ներկայացնելով բոլոր մոնիտորներով, գովազդելով եւ նմանատիպ հարթակները հուսով եմ, որ հետագայում ավելի շատ կստեղծվեն, որովհետեւ մենք իրոք շատ ստեղծագործ ազգ ենք եւ ունենք լիքը հետաքրքիր նորաստեղծ կերպարներ, նկարիչներ, ստեղծագործողներ, ովքեր որ իրոք կարիք ունեն նմանատիպ հարթակների եւ ներկայանալու։ Հետաքրքիր է, քանի որ իհարկե այսօր Դիանայի դիտորդ, հա, ցուցադրությունից ենք խոսում, բայց հանդիսապես դիտողը երբ սպասի քո անհատական ցուցադրությանը։ Ասված առաջ 2 ամսից հուսով եմ ես արդեն իմ ցուցահանդեսը կանեմ եւ կգամ եւս մեկ անգամ ձեզ մոտ եւ արդեն կխոսենք իմ ցուցահանդեսի մասին։ Շատ բարի, սիրո, շնորհակալություն։ Բարի, շնորհակալություն։ Սիրելի հեռուստադիտողներ, զրուցում էինք գեղանկարիչ Դիանա Եղիկյանի եւ համադրող Արփի Չոբանյանի հետ մի գեղեցիկ դիտորդ Դիանա Եղիկյանի անհատական ցուցահանդեսի մասին, շատ այստեղ խոսվեց զգացմունքներից, ներաշխարհից, գնացեք, գտեք ձեզ հուզող գուցե հարցերի նաև պատասխան, որ ներսից բխում է, բայց չունեք դրանց պատասխանները եւ կտավներ օգնել։ Այո, նաև գնել։ Հասկանանք Դիանան ինչպես է բաժանվում իր կտավներից, իսկ մենք կհանդիպենք քիչ անց։ Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, այսօր առավոտից խոսում ենք նկարչությունից, արվեստով ենք գրկված եւ շարունակելու ենք, այս պահին Մատյան էջն է եւ կրկին խոսելու ենք արվեստից ու գեղանկարչությունից, այսօր բոլոր ժամանակների ամենահայտնի ծովանկարչի հիշատակի օրն է։ Այո, 1900 թվականի մայիսի 2-ին մահացել է լեգենդար հայ նկարիչ Հովհաննես Այվազովսկին, ի դեպ մի հետաքրքրական փաստ։ Տարբեր տարիների աշխարհի ավելի քան 11 երկիր Այվազովսկու կամ նրա ծովանկարների պատկերներով փոստային նամականիշներ է թողարկել։ Դիտենք տեսանյութը եւ վերադառնանք։ Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում եւ դարձել 19-րդ դարի խոշորագույն նկարիչներից մեկը եւ բոլոր ժամանակների ամենահայտնի ծովանկարիչը համաշխարհային պատմության մեջ։ Անտոն Չեխովը նրա մասին գրել է. նրա անձի մեջ միահյուսված են գեներալը, եպիսկոպոսը, նկարիչը, հայը, միամիտ գյուղացին եւ Օթելլոն։ Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիա քաղաքի Ղրիմ, աղքատ հայ ընտանիքում։ Նրանց ազգանունը Այվազյան էր, նկարչի նկարներից մի քանիսը կրում են Հովհաննես Այվազյան ստորագրությունը։ Այվազովսկու նկարչական տաղանդը ճանապարհ բացեց դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա,
իսկ հետագայում դեպի Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտել է ոսկե մեդալով։ Պարգևների արժանանալով իր վաղ շրջանի բնանկարների եւ ծովանկարների համար նա սկսեց նկարել Ղրիմի ծովափնյա քաղաքների պատկերների շարքը։ Այնուհետև Այվազովսկին մեկնեց եվրոպական երկրներ։ Կյանքի հետագա շրջանում նրա ծովանկարների եւ նավանկարների շարքերը նկարչին արժանացրին ռուսաստանյան նավատորմի մշտական ծառայողը լինելու պատվին։ Թեպետ նրա գլխավոր մոտիվը ծովն էր իր յուրահատուկ բազմազանությամբ, նրա գործերը որոշակիորեն տուրք էին մատուցում իր պատմական ժառանգությանը ևս։ Դրանց թվում կան հայ ժողովրդի մկրտության եւ Մասիս լեռան տեսարաններ, ամենայն հայոց կաթողիկոսներից մեծ Ընխրիմյան հայրիկի դիմանկարը եւ շատ այլ նման գործեր։ Այվազովսկու աշխատանքները ցուցադրվել են եւ ներկայումս պահվում են Փարիզի Լուվրի թանգարանում, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի թանգարանում, Ֆլորենցիայի Ուֆիցի պատկերասրահում եւ այլուր։ Նրա շատ գործեր ցրված են աշխարհով մեկ անհատական հավաքածուներով։ Աշխարհի առնվազն 11 երկիր Այվազովսկու կամ նրա ծովանկարների պատկերներով փոստային նամականիշներ է թողարկել։ Նա շատ աշխատանքներ ունի, մի քանի պատկեր է նկարել նաև Օսմանյան սուլթանի համար։ Այդ նկարները ներկայումս թուրքական թանգարաններում են։ Թուրքական սուլթանը շքանշաններով պարգևատրել է Այվազովսկուն, սակայն, երբ Թուրքիայում 1890-ականներին տեղի ունեցան հայերի կոտորածները, Այվազովսկին թուրքական շքանշանը նախ կապել է Շամվզին, որից հետո շքանշանը տարել է եւ նետել է ծովը։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց եւ պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։ Հովհաննես Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին, ժառանգություն թողնելով շուրջ 6000 կտավ։ Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, եթե հենց նոր եք արթնացել, կարծում եմ անդադար կարելի է խոսել երաժշտությունից, նկարչությունից եւ ընդհանրապես արվեստից, ինչը մենք այսօր առավոտից կարծես թե անում ենք եւ շարունակելու ենք խոսել հենց երաժշտությունից։ Այո, որովհետև մեր հյուրերն են Հայրեն բենդի վոկալիստ Գևորգ Մարգարյանը, բարի լույս, Հայրեն բենդի վոկալիստ Նարեկ Մանուկյանը եւ նույն բենդի շեփորահար Հարութ Խաչատրյանը, բարի լույս։ Բարի լույս, բարի գալուս մեր տաղավար։ Ձեզ Ուրախ ընկերախումբ եւ երաժշտախումբ, ինչպես եք։ շատ լավ։ Շնորհակալություն, լավ, դուք ինչպես եք։ Մենք լավ, շնորհակալություն։ Հայրեն բենդ չեք լսել ձեր մասին։ Խնդրում եմ մի փոքր պատմեք, որտեղից եք եկել, երբ ֆանից եք եկել, ինչով եք զբաղվում։ Հարությունը կպատմի։ Ես սկսեմ։ Դա ավելի լավ գիտի։ Հնաբնակներից է Հարությունը երևի։ Հիմնադիրն համեստ ենք պահում։ Խումբ հիմնելու գաղափարը կար դեռ ուսանողական տարիներից, դից առաջին փորձ որպես այդպեսին 2019 թվականին սկսել ենք այս ուղղությամբ մտածել։ Դեցի Հարություն։ Այո, այո։ Ուրիշ Ամեն ինչ կատարում։ 19 թվականից միտքը կար էս ֆոլք խումբ ունենալու, ազգային երաժշտության մասին մտածելու ու պրոպագանդելու, որոշակի process-ներ, որոշակի ընթացք պետք եղավ անցնել, ձևավորվել, մենք ինքներս հասկանայինք ինչ ենք ուզում, առաջիններից միացավ Գևորգը 20 թվին, չէ, 20 թվից իրար հետ սսպրպտելով, հասկանալով մենք ինչ ենք ուզում ու ենք գնում, եկանք հասանք այսօրվան, կարելի է ասել որպես ակտիվ գործունեություն, այս վերջին մի տարում ենք ծավալում ակտիվ գործունեություն, բայց ունենք մեծ բազա, ունենք մեծ հիմք ու հիշողություն այս ամեն ինչի մեջ դրած, որը արդեն մանրից աշխատացնում ենք, շուտով լիքը բաներ դուրս կգան։ Իսկ քանի հոգի կա խմբում։ Խումբը 10 հոգուց է բաղկացած, ունենք ժողովնվագարաններ, նորային ունենք brass section, շեփոր սաքսոֆոն, վոկալիստներ, հարվածային գործիքներ, կլասիկ բենդ է։ Իսկ ասեք, քանի որ Գևորգ արդեն նշեց, որ ընկերներ եք դուք եղել եւ կաք, երբ ընկերը գաղափարը ասեցեր, ինչ էիք մտածում, արդյոք պատկերացնում էիք այն, ինչը հիմա ստացել եք, որովհետեւ արդեն ունեք տեսահոլովակ, համերգային որոշակի, հա, գործունեություն։ Սա էիք դուք պատկերացնում, որ կստացվի։ Այո, ի սկզբանե, որովհետեւ մինչեւ այն առաջարկը, որ Հարութից ստացա, իր հետ լինելու, այս բենդում լինելու, արդեն որոշակի չափով զբաղվում էի այս գործունեությամբ, ես ինքս առանձին, հա, երգում էի մեր ազգային երգերը, նորովի
գործիքավորումներով եւ Հարութի հետ որ խոսացինք, ասաց, որ հենց տենց է գաղափարը, ոնց որ տենց նոր գործիքավորումներով, նոր վիճակով, նոր շնչով ազգային երգերն ենք հիմնական շեշտը տալու։ Դե միանգամից բնականաբար համաձայնվեցի լինելու մի մասնիկ այդ բենդի, որովհետեւ իմ մտքերն էլ այդ նույն ձևով աշխատում են ժամանակ եւ ոնց որ տենց էլ հենց ստացվում է, տենց էլ անում ենք լավ է, դեռ մեր ուզածն է, էլի, հա, ոնց որ ստացվում։ Նարեկը ինչպես միացավ ձեր թիմին։ Տեսեք, մինչև բենդին միանալը մասնակցում էի տարբեր մրցույթների երաժշտական նույն ստացվեց, որ Հարութը մեծ ինձ ասաց, որ քո արտիստիզմը, ասենց ասած, հավանել եմ, դուրս եկել է, հանդիպենք, զրուցեցինք, քննարկեցինք բենդի հետ կապված հարցեր, որ եթե դու լինես բենդում լինելու ասենց, առաջ խաղացում, առաջարկը շատ դուր եկա, որովհետև ես ինքս ինչպես Գևորգը ֆոլք ժանրի մեջ եմ միշտ որ սովորել եմ այդ ժանրի մեջ ու տենց ոնց որ առաջարկը հավանելով միանշանակ համաձայնվեցի Արդարացան խոսքերը արդարացնելուց էլ ավելի լավ ստացվեց ոնց որ այն ինչ որ պատկերացնում էի դրա տասնապատիկ ավելի լավը տեսա ու տենց մինչև առեսօր բենդում եմ ու ինձ զգում եմ ամենալավը այդ բենդում Դա ամենահումորասեր եմ բենդում էլի։ Հատկապես երաժիշտների եւ բժիշկների մոտ չէ հումորը անպակաս է։ Ձեր հարցը դուր լավ ես շարունակել։ Հետաքրքիր է, երբ որ արդեն սկսեցիք աշխատում եք, սովորաբար նախ վերջին տարիներին շատ ողջունելի է, որ հայկական հին երգերը բենդերի մատուցմամբ, կենթանի երաժշտությամբ կարծես է թարմացվում է։ Ամենքը իր ձեռագիրն է փորձում գտնել։ Երբ որ դուք սկսում եք, արդյոք չէիք վախենում, որ կնմանեցնեն ձեզ այս կամ այն բենդին, այսպես ասած, եւ հիմա որ արդեն 1 տարի է գործունեություն ծավալում եք, ի՞նչն եք փոխել, ի՞նչն եք հղկել գործունեության մեջ, գուցե երաժշտության մեջ։ Ես պատասխանեմ դու։ Բոլորդ էլ պատասխանեք ձեր կարծիքով։ Ով ինչ նորամուծություն է բերել, այո, կարող ենք այդ տեսանկյունից։ Իրականում քանի որ 10 հոգի ենք, 10 տարբեր գույն են ներկա մեր ներգրավելագում, բայց ամենա կարևորը որ երբեք չի եղել այդ մտավախությունը, որ կարող է շփոթել, կարող է նմանեցնել, որովհետև մենք ի սկզբանե գիտեինք ինչ ենք ուզում, ինչի համար ենք այս ամեն ինչը անում։ Մենք ի սկզբանե սկսել ենք այս ոլորտում ստեղծագործել ինչի համար, որովհետև այս ամեն ինչը մեզ ուղղակի դուր է եկել։ Գումարաշարելը իր հերթին, ընդհանրապես գործ ունենալը իր հերթին, բայց այս ամեն ինչը եկել է խորքից, մեր ներսից, դրա համար երբեք մտավախություն չենք ունեցել, մենք ունենք մեր ձեռագիրը, մենք ստեղծագործում ենք մեր ոճով, մեր ուղղությամբ, նմանվելու երբեք այդ մտավախությունը չենք ունեցել, իսկ Գևորգի ձայնը տեսահոլովակում մարդիկ որ տեսնեն, կհասկանան, որ այս ֆոլք ժանրում շփոթել չի կարելի։ Մինչև տեսահոլովակը մենք անպայման կլսենք, իհարկե կենթանի կատարմամբ, ինձ հետաքրքիր է ինչ եք կարծում, դուք ինչով եք առանձնանում։ Այս ասեցիք, որ տավախություն չունեի, որ կնմանվեի, առանձնացում անեմ Հարութի ասացին, լրիվ համաձայն եմ ինչ որ ասեց, այդ նմանացնելու հետ կապված, հա, եւ մի կարևոր փաստել կա, նմանվելու չվախենալը, հա, ինչով է պայմանավորված, որտեղ մենք որ սկսել ենք այս գործը անել, հենց ոնց որ առաջիններից ենք, որ ֆոլկը նորովի մատուցում էինք, նենց չի այդ ժամանակ շատ էին։ Հիմա է որ շատ Հիմա կա, հա շատ քիչ էին, անկեղծ եմ ասում։ Մենք այդ մի տարին չենք նայում, մենք շուտ ենք սկսել այս գործը շատ։ Մի տարին ակտիվ գործունեություն։ Մի տարին ձեր հանրային։ Այո, ու ոնց որ ավելի շատ հանրային է։ Այն վաղտ էլ այն ժամանակ էլ ունեինք, թե տեսահոլովակ էինք անում, թե զբաղվում էինք, թե համերգ էինք տալիս, այսինքն նենց չի շատ էին այդ գաղափարակիցները, որ ֆոլկը բերենք նորովի, շատ ողջունելի եւ շատ ուրախալի է, մեկը ինձ համար դա, որտեվ դա կարևոր առաքելություն է մեր ազգային երգերը անընդհատ թրենդի մեջ պահելը, ասենց ասեմ, հա։ Հիմա է որ տենց ինչ որ չափով ցավոք սրտի տեսել են որ դա հետաքրքրություն է բերում դրանով գումար կաշխատեն այդ անենք, բայց ոչինչ, թող տենց էլ անեն կոմերցիոն նպատակով, բայց ազգայինը բերեն, հա, ես մենակ ողջունում եմ եւ շատ ուրախ եմ։ Այդ նմանվելու վախը համել դրա համար չի եղել, որովհետեւ երեթեկայինք մի 2-3 բենդ էինք, եթե չեմ սխալվում այդ ժամանակ, որ ֆոլք էին անում, ֆոլքի հետ նոր, հենց այդ 3-ին էլ նմանացնելու կարիք էլ չէր լինելու, տարբեր գույներ էինք, միտեղ, չգիտեմ, հիմնական երգիչը տղա է, միտեղ աղջիկ է, արդեն լրիվ տարբեր։ Ահա։
Եվ գույները միշտ տարբեր է, մեր արած գործիքավորումներն էլ է տարբեր, երկելու ձևն էլ է տարբեր, ձայնի երանգն էլ է տարբեր, այդ հերիքա, որ նմանվելու ինչ-որ խնդիր չլինի։ Մի բենդում երկու տղա վոկալիստ, հա, երկուսը ձեր ձայները իրարից նման։ Հա, տարբեր են, չէ, բա հենց շատ կարևոր է, որ տարբեր են։ Կանացի չունեք ձայն։ Ունենք, աղջիկել։ Մեր բենդում ձայների տարբերությունը կա ու այդ ունի իր առավելությունը միանշանակ, նաև ունի իր խնդիրները, որովհետև կան գործեր, կան երգեր, որոնց մեջ որ օրինակ լսելի է ավելի ներքևի հատվածներում երգող մարդու ձայնը, երգեր կան, որ վերևներն է պետք ու այդ ժամանակ միշտ երբ որ ես ներվում եմ ներքևների ժամանակ միշտ օգնություն է հասնում մեր բենդի այն լավ վոկալիստը Գևորգը, Ինչպես Հարութն ասաց, Նարեկի արտիստիզմը գրավեց ձեզ, Գևորգի բացառիկ ձայնը, հիմա չէ, իմն էլ է գրավել, իմ բացառիկ ձայնն էլ է գրավել։ Այո, կարծում եմ հեռուստադիտողներին ճիշտ ժամանակն է, որպեսզի ձեր ասածների տակ ստորագրեք, հարգելի ընկերներ։ Սկսենք եւ այսինքն։ Այո, իհարկե։ Արի երթանքի վերին թող, Oy, 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 laç տնավերո Ես եղնիմ թուփ դու եղիր շախ Oy, 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 laç տնավերո Ես եղնիմ թուփ դու եղիր շախ Oy, 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 laç տնավերո Շնորհակալություն։ Արեք իհարկե։ Ձայնի տարբերությունն ենք ուզում հասկանալ։ Հա, զուտ։ Գոնե երկերի տարբերություն։ Ինչ երգ եմ։ Իսկ մե օրինակ ձեր ձայնը լսելով, եթե գիտեք սիրում եք, գուլո երգը ձեր ձայնին համապատասխան է, եթե սիրում եք, եթե չէ։ Կամ առավոտյան, որ արթնանում եք սուրճ խմելուց, պարզապես ազատ ժամանակ, ինչ եք, ինչպես ասում եք, քթի տակ երգում, այո, որն է ձեր սիրելի երգը։ Varmarana akosana Ես կարող եմ վստահ ասել, որ մեր տաղավարի պատերը դեռ այսպիսի ձայներ չէին լսել։ Շնորհակալություն։ Շնորհակալ։ Ես մաղթում ենք նորանոր հետաքրքիր տեսահոլովակներ, համերգներ, եթե ունեք ավելացնելու ինչ-որ մի բան, կարող եք ասել։ Այս տեսահոլովակը ոնց գիտենք, ինքը Հայրիկ Մուրադյանի միջոցով է մեզ հասել Կողտան Մակտիկ, որը մեր համար շատ մեծ կարևորություն ու նշանակություն ունի, ինքը հայրենասիրական երգ է, իրականում մեծ ավանդ ու մեծ խոսք ունի, շնորհակալ ենք մեր ընկերներին, ովքեր օգնել այս տեսահոլովակի կայացման հարցում, ռեժիսորին Արտյոմ Փարսեյան, օպերատորին Հայկ Ամիրխանյան, ամբողջ ստեղծագործական թիմին, մեր բենդին, Տիգրան Կուզիկյանին հիշողավորման համար ու հուսով ենք կհավանեն այս տեսահոլովակը դիտելուց հետո։ Դա ինչ ժամանակն է, որ մենք էլ դիտենք այո տեսահոլովակը մեր հեռուստադիտողի հետ միասին։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Շնորհակալ ենք։ Հիշեցնեմ, սիրելի հեռուստադիտողներ, զրուցում էինք Հայրեն բենդի վոկալիստներ Գևորգ Մարգարյանի, Նարեկ Մանուկյանի եւ նույն բենդի շեփորահար Հարություն Խաչատրյանի հետ։ Դուք մնացեք մեզ հետ, իհարկե տեսահոլովակը այս պահին դիտում ենք անպայման։ Խմբով մի բուրըն երգ մի սիրուն երգ հայրենասիրական Կողտան մատի ահազես շկեղ պարած
փարած ասպարես անփութացեք խում կազմեցեք պսական թարամ մնացեք անփութացեք խում կազմեցեք պսական թարամ մնացեք գողթան մանկտի կահատես շքեղ պարած ասպարես անփութացեք խում կազմեցեք պսական թարամ մնացեք անփութացեք խում կազմեցեք պսական թարամ մնացեք Զրկված պարքեր ունիք բայց կորած հայ եղբայրները ձեր ճնշված ու հայրենիք նավերված հայ եղբայրները ձեր ճնշված ու հայրենիք նավերված Որտիկ որ քնարով ոսկելարով հայրենիքին փակվերին որ քնարով ոսկելարով հայրենիքին փակվերին Ահա եւ վերջ, սիրելի հեռուստադիտողներ, երաժշտական գեղեցիկ հնչյուններով եւ զրույցներով էլ այսօր ամփոփում ենք մեր շաբաթօրյա Բարև Երկիրը։ Շնորհակալություն, որ այս ջերմ առավոտը անցկացրեցիք մեզ հետ, թեպետ կարող էիք դուրս գալ եւ զբոսնել արևի ներքո, բայց դուք որոշեցիք, որ պետք է մնաք եւ դիտեք մեզ։ Շնորհակալություն։ Երևս կհասցնենք, քանի որ օրը նոր է սկսվել եւ ես շտապեմ նաեւ հիշեցնել մեր գործընկերների մասին, որոնք են Տուն Դեպո խանութսրահ, Աջափնյակ բժշկական կենտրոնը, ինչպես նաեւ Dream Park հանգստի գոտին։ Եվ իհարկե ունենք հասցեներ, որտեղով կարող եք դիտել մեզ, դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան ու Telegram-յան ալիքները, ինչպես նաև Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան ու Instagram-յան հարթակները։ Առողջ եղեք, մինչ վաղը։